Պարոն Հայրիկյան, մեկ-երկու հարցի հետ կապված կուզենք լսել ձեր գնահատականը։ Մենք տեսանք, որ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը ըստ էության նույն հարթության վրա դրեց Արևմտյան Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի գոյությունն ու Արևմտյան Ադրբեջանի մտածածին իրողությունը։ Խնդրեմ, այս մասով ձեր խոսքը սա ինչ է նշանակում և առաջարկ է անում Ալիևին հանել երկու ստեկ այս խոսույթները։ Խնդրեմ։ Նիկոլ Փաշինյանը ևս մի սկզբունքային հակաիրավական քայլ կատարեց, որովհետև Ալիևը խոսում է սովետական միության տարիներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին, իսկ իր ներկայացրած անմիջականորեն վերաբերում է Ալիևի կատարած հանցագործությանը։ Այսինքն ինքը հավասարության նշան դրեց, ինչ որտեղ նույնիսկ այսպես, այո, եղել են նաև այն ժամանակ եղել են բռնություններ, բայց հիմնականում Ադրբեջանում։ Ադրբեջանցիք երբեմն խոսում են Կապանի եւ այլն իբր թե հայերի մասսի ջարդերի մասին, բայց աշխարհը գիտի Սումգայիթ, Բաքու եւ նշանավոր դեմքեր են դրա մասին խոսել իրովաբար այն ժամանակ։ Իսկապես դա այն աստիճանի դավադիր քայլ էր, որ ես իմ պարտք համարեցի իմ էջում ելույթ ունենալ բավական խիստ գնահատականներ տալ, հիմա ասեմ հետեւյալը։ Այո, KGB-ն ուզում էր ազգային պառակտություն ստեղծել, դա իր աշխատելավոճն էր, բայց վերցնել այն ժամանակվա զոհերին եւ տեսեք 150,000 ադրբեջանցի արտաքսվել մոտավորապես 3 անգամ ավելի հայ։ Այո, ավելի շատ անգամ։ 3 անգամ ես նվազագույնն եմ ասում, եթե արցախցիներն ունենք, վերցնում ապա 4 անգամ ավելի շատ։ Ինքը այդ մասը բաց է թողնում եւ միտումնավոր կերպով անդրադառնում է այսօր տեղի ունեցած ցեղասպանությանը։ Այսինքն Արցախի աշխարհի աչքերի առջև տեղի ունեցած ակնհայտ ցեղասպանությունը հավասարազոր է ադրբեջանցիների նաեւ փոխանակումների միջոցով Հայաստանից հեռանալուն։ Շարունակեք։ Այսինքն հավասարության նշան դրվեց ակնհայտ աշխարհի աչքերի առջև թարմ ընդամենը 2 տարվա հանրություն ունեցող ցեղասպանության եւ սովետական այլևս գոյություն չունեցող պետության անազնիվ մարդատիաց քաղաքականության հետևանքով կատարված երևույթների միջև։ Սա հակահայկական դավադիր եւ ընդհանրապես իրավագիտությանը, արդարադատությանը, քաղաքակրթությանը ուղղված հարված էր ոտնձգություն ճշմարտության դեմ։ Շատերի գնահատմամբ սա նաև կանաչ լույս է լեգիտիմ իրավունք Ադրբեջանի պատերազմ սկսել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Դե շատերը որ ասում եք, ըստ երևույթին նրանք նկատի ունեն ապագայում։ Այո։ Դա օգտագործել որպես, դե գիտեք, մենք գործ ունենք բռնապետի հետ։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրեն է արդեն բռնապետ Երևակայում։ Որտեղ բռնապետին չէ նշանակում, նշանակում է քրեական հանցագործություններ կատարել եւ դրանց համար անպատիժ մնալ։ Դա է նշանակում բռնապետը, դա ուրիշ բան չէ։ Նիկոլ Փաշինյանը տասնյակ մեղադրանքներ է ներկայացված հարյուրավոր, բայց ես մի բան կա շատ հստակ։ Ինքը սկսել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, իմանալով որ կա սահմանադրության նախագիծ, դա իրեն տրվել է, չի քննարկել։ Այսօր ամբողջ աշխարհը համարում է, որ դա սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է, իշխանության չհրաշավում։ Ինչ որ քայլեր արեց, որպեսզի մեղմի են հատուկ վարձատրությամբ աշխատող հանձնաժողովը վերացրեց, որը նույնպես խախտում է, որովհետև եթե դու մասնագիտական հանձնաժողովը վերացնում ես մասնագիտական աշխատանքով պիտի անի։ Այս մարդը իր էությամբ հանցագործ է, բայց չպատժված հանցագործ։ Այսինքն դատարանը որոշում դեռ չի ընդունել։ Իր կատարած գործողությունները իսկապես հանցավոր են։ Հիմա այդ մարդը երազում է, որ Ալիևի նման օրինականացվի իր բռնապետ լինելը, օգտագործի 26 թվականի ճակերտավոր ընտրությունները, օգտագործի այս սահմանադրությունը, հանցագործը նաև նրանով, որ ինքնուրույն որոշեց, որ նոր սահմանադրություն է պետք։ Իրականում ինքնուրույն չի, Ալիևի թերադրանքով է, բայց ինքը ասում է, ես որոշ, ախր դու ով ես, դու ունեիր մասնագիտական հանձնաժողով, նա պիտի քեզ ասեր, գիտեք, այս իրավիճակում մեզ մնում է միայն նոր սահմանադրություն։ Որովհետև պետք է հանի անկախության հռչակագիրը, որովհետև ամեն ինչ պետք է հանի։ Ինչ հետին նկատառումներ ունի դա իր հերթին, բայց մենք այս բան երևույթ ենք քննարկում, ինքը հանցագործության ակումբներ ունեցող մարդ է, այդպիսի մարդը բնականաբար ոչ մի առողջ բան պիտի չանի։ Եվ այն ինչ որ ինքը ասում է բացասական մեզ համար մեր տեսակետից, ինձ համար ակնհայտ է, որ այդպես էլ պիտի լիներ, որովհետև դա ինքն է։ Եվ այս իրականության մեջ մենք տեսնում ենք, որ իրենք շարունակում են ժողովրդին կերակրել խաղաղություն ենք բերել, տեսնում եք այս կառուցողական առաջարկները տարածաշրջանում խաղաղություն ստեղծողը ինքը համարում է, որ ինքն է, խնդրեմ։ Ուրեմն մամուլում շատ հրապարակումներ հատկապես վերջերս եղան մանավանդ այլ ազգի քաղաքագետներ Հայաստանը հուշում են, որ լսեք,
Հիշեք Հիտլերի եւ Ստալինի հարաբերությունները, հիշեք այն ժամանակները։ Բռնապետը խաղաղություն չի կարող։ Եվ իմ ձևակերպումը կարծեմ ձեր եթերով եմ հնչեցրել, ասում եմ բռնապետ նշանակում է մշտապես պատերազմ հայտարարած մարդ։ Հիմա ինչպես կարող է մշտապես պատերազմ հայտարարած մարդը խաղաղության բանակցային կողմ լինել։ Ինչպես կարող է այն մարդկանց հայ լինելու համար պատանդ պահող մարդը լինել խաղաղության կողմնակից։ Ինչպես կարող է իր քաղաքացիներին հետապնդող բանտերը լսող մարդը Սրբազաններ բանտող։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր այդ քայլերով, որ ինքը բանտեր է տանում նաև հոգևորականների, եւ գիտեք ինչն է կարևոր, առանց դատարանի որոշման ըստ էության, այսինքն գործերը վերաբերում են նախնական կալանքին։ Սա ցույց է տալիս, որ ինքը գնալով դառնում է Լուկաշենկո եւ Ալիև, հետեւաբար մենք նրանից լավ բան սպասելու ուղղակի առողջ բանականությունը մեզ ցույց չի տալիս նրանից որևէ լավ բան սպասել։ Եւ առաքելական եկեղեցու դեմ իրենք հետևողական շարունակում են արշավը, ներսում փորձում են գտնել այդ տիրադավերի, որոնց այլևս ժողովուրդը հենց այդ անունով է կոչում։ Այս իրողությունների հետ կապված սա աննախադեպ եւ ամոթալի վատ իմաստով աննախադեպ մի երկրում 4 սրբազաններ լինեն կալանավորված։ Այն պահից երբ ինքը վստահ եմ սխալմամբ բլբլացրեց, որ անվտանգության ծառայության աշխատակիցներին հանձնարարել է ուսումնասիրել եւ այլն, այն պահից ինքը խոսեց այն բանի մասին, որ եկեղեցու հաշվետվությունը, ֆինանսական գործունեությունը թափանցիկ չէ, այդ պահից ինքը խոստովանեց երկու բան։ Առաջին, ինքը խոստովանեց, որ ինքը որպես վարչապետ միջամտում է, այսինքն Հայաստանի աշխարհիկ իշխանությունը միջամտում է Հայաստանի հոգևոր կառույցի գործերին։ 1. Որտեղ ազգային անվտանգության ծառայության առաքելությունն այլ է։ Երկրորդը ոչ թե գնալ օրինակ եկեղեցի մտնել, հոգևորականներին հանդիպել։ Բնականաբար նա պետք է զբաղվի ազգային անվտանգության խնդիրներով եւ ոչ թե կատարի կամայական հրամանները թեկուզ երկրի վարչապետի։ Երկրորդը դու ունես արդարադատության նախարարություն։ Եկեղեցին որպես կառույց, որպես հասարակական կառույց գրանցված է։ Այնտեղ կան կանոններ աշխատելու։ Դու այդ ինչի ես ուզում լրացուցիչ խցկվել, բայց դու աշխատել էլ չգիտես։ Մենք գիտենք, ես գիտեմ, որ դու աշխատել չգիտես։ Դու այնքան ցածր մակարդակ ես, որ խոսում ես սահմանադրության փոփոխության մասին արդեն 5 տարի։ Բայց չես ասում այդ սահմանադրության մեջ ինչն էր վատը։ Միայն ասում ես լավ բաները։ Ես իշխանությունը կորցրի, բայց նորից եկա իշխանության։ Ինչ լավ սահմանադրություն է։ Այսինքն անմակարդակության ամենացածր մակարդակի տեր մարդը այս պահին խոսում է եկեղեցում բարենորոգումներ կատարելու։ Եվ ի՞նչն է հատկանշական։ Իրենք ասում են, որ եկեղեցական է, եկեղեցին իրավունք չունի խառնվելու քաղաքական գործերի, բայց իրենք իրենց քաղաքական ոտքերով մտնում են հայ առաքելական եկեղեցի։ Ուրեմն երկու դեպքում էլ ասեմ հետևյալը։ Նախ որևէ հոգևորական չի խառնվել քաղաքական գործերին, ինքը որպես քաղաքացի ասել է իր տեսակետը։ Դու էլ որպես քաղաքացի իբրև թե հավատացյալ իրականում Նիկոլ Փաշինյանը հավատացյալ չի, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Նա ոչ միայն անաստված է, այլ աստվածամեր, որտեղ ինքը մարդկանց դիմում է հպարտ բառով։ Դա ցույց է տալիս անառարկերի, մեծագույն մեղքն է պարտադրում։ Բայց այստեղ կա մեկ այլ փաստ։ Այդ փաստը վերաբերում է նրան, որ իր այս գործունեության ընթացքում շատ հաճախ ինքը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ որպես մաքրամաքուր անձ։ Եթե մաքրամաքուր անձ ես, այդ դեպքում անել այն ինչ որ հոգևորականներն արեցին քաղաքական ոլորտում, տեսակետ հայտնեցին։ Դու էլ եկեղեցու մասին քո տեսակետն հայտնեիր, այնտեղ ասել կոչաներ, որ այնտեղ քննարկեն։ Այնպես որ ես կարծում եմ, որ ձեր տագնապները հիմնավոր են, բայց մեկ անգամ միշտ համարեք Նիկոլետ լուծված հարցերը։ Հանցավոր հակումներ ունեցող, դրանցով հպարտացող եւ դրանք կյանքի կոչող մարդը իրավունք ունի զբաղվել հանրային կյանքի ներբերանքներով։ Շնորհակալություն։